Բարի երեկո, սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, քանի որ ինձ էլ իմ գործընկերներին էլ շատ եք գրում եւ անհանգստացած եք Դավիթի վիճակի մասին, ուզեցա կարճ, այսպես ավտոլայվի ռեժիմով ձեզ ծանոթ ներկայացնել քիչ առաջ գործընկերոջս Արթուր Ելվակյանի հետ Դավիթին կարճ տեսակցեցինք, երկար վիճակի էլ չի, չնայած քանի որ մարդ չկա տենց առանձնապես, որ հետը շփվի, իհարկե կուզենար, որ շատ շփվեիր, հիշեցնեմ, որ իրեն անգամ ծնողների հետ են արգելել տեսակցությունները, տենց չգիտեմ, ասենք, նույնիսկ տերորիստներին երբեմն տենց արգելքներ չեն դրում, էլի, ամենախիստ ռեժիմը, ասենք, ավելի խիստ, քիչ դժվար է պատկերացնել, ավելի խիստ չի լինում։ Ոչ մեկի հետ տեսակցություն թույլատրված չի, բացառությամբ, ուրեմն փաստաբանների դա էլ օրենքի պահանջա արգելք չի կարող դրվել սկզբունքորեն։ Մի խոսքով, Դավիթը իհարկե ուզում է շփվի, բայց դե հասկանում ենք, որ դժվար է իր համար։ Որոշակի ցավեր ունի, շարժվելը դժվար է, բայց այդպես փորձում է կոմունիկացվել ու մի քիչ զրուցեցինք, քանի որ Դավիթը պատմություն է պարապում ընդունվելու համար, այտենց մի քանի պատմության հետ կապված հարցեր կարճ քննարկեցինք, ասացինք, որ ես ինչ տեղը հետաքրքիր հաղորդում եմ տեսել, որդ կտամ լսել, երբ որ ժամանակ կգա հնարավորությունը լինի, պատմեց տես ինչ-որ մի պատմական կերպարի մասին, որ հետաքրքրվել է, հետո կարդացել է, տեսել է, որ մի քիչ ուրիշ իրականություն է եղել, մի խոսքով շատ տենց հետաքրքիր զրուցեցինք ու նորից մտքիս եկավ այն լուտանքները, որ հələ են սովորական քաղաքացիները, որոնք որ նայում ես, խորանում ես, մի մասը ֆեյք է, մի մասը կարող է իրական է, այդ նրա մի կողմ, բայց պետական պաշտոնյաները, բարձրաստիճան պաշտոնյաները իրաց թույլ են տալի, ինչ-որ գնահատականներ տալ, այդ երեխեքի դաստիարակությանը, այդ երեխեքի մի խոսքով, դա ուղղակի այսօր է դրա սուր անարդարությունը ես զգացի։ Ու հույս ունեմ, որ այդ մարդիկ մի օր կհասկանան, որ իրանք մեղմ ասած ամոթալի բան են անում։ Այն որ արտահայտություն կա, չէ, Աստծո գար։ Ձեր դեմա լինելու, այս անմեղ երեխեք են։ Եվ ես ուղղակի ապշած եմ, որ ինչ-որ մարդիկ կպած մութ սենյակում սև կատուներ են փնտրում։ Ախր մի փոքր տրամաբանությունները աշխատացրեք, մի փոքր։ Կարևոր չի, որ թևից եք։ Մի հատ աշխատացրեք եղած ինֆորմացիան, ինձ մի լսեք, հա, ես ասեք թե կարակից համար է շահագրգիռ, չնայած իմիշտ է շահագրգիռ։ Ոչ երեխեքին ճանաչել են, ոչ էլ։ Շահագրգիռ իմ ասենք թե հայացքներով շահագրգիռ, օքեյ, լավ։ Բայց թե հայացքների հարց էլ չկա, որտեվ այս պատմության ամենամեծ կեղծիքը է նա, որ Դավիթը խնդիր է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա կեղծիք է, դա մարդը խնդիր չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրան նեղացրել է կոնկրետ իր ախրանիկը։ Կոնկրետ այդ ախրանիկն է իրան նեղացրել։ Ինքը հանգիստ գնացել էր պատարագի, ինքը այսօր պետք է գնար պատարագի։ Ինքը հաղորդություն պետք է ստանար, ինքը նեղված է, որ այսօր իրան հաղորդություն։ Իսկն ոչ մի բան չի արել։ Մարդը իր տեղը կակրած շարի պես եկել կպել է։ Եվ եթե իսկապես ձեզ հետաքրքիր է, որտեվ կարող է էլի, այս տոնական օրեր են, կարող է ինչ-որ մարդկանց մեջ, որ վաղուց ի հայտ չի եկել խղճի նշան, ինչ-որ խղճի նշաններ ինչ-որ մարդկանց մեջ հայտնվել, չգիտեմ, մի հատ մտածեք, տրամաբանությունը որն է, որ դուք անսպասելի այց եք անում, ինչ-որ մի գործողության կազմակերպված լինելու տրամաբանությունը, որն է, ոնց է դա հնարավոր։ Կամ ով է ձեզ կազմակերպիչը, մի հատ մտածեք, փորձեք հասկանալ, կազմակերպիչը ով է, ոնց է, մարդիկ, որ անընդհատ գալիս են այդ եկեղեցի, որը հեշտությամբ դուք կարող պարզեք, վաղուց արդեն պարզել եք վստահ եմ,
որ գրեթե ամեն Կիրակի նույնիսկ այդ գրեթեն էլ կարող է ավելորդ ասենք վերջի շրջանում ամեն Կիրակի երեխեքը գնում են պատարակի հետ եկեղեցու։ Դրա կազմակերպված լինելու վարկածի հավանականությունը 0 է, թե 0,000 է։ Հերիք եղավ էլի այդ մարդկանց ճակատագրերի հետ խաղակ ու նաև առաջերտին ձեր վրա այս ծանրագույն մեղքը վերցնեք։ Հասկացանք։ Դավիթի ցանկությունը էր առաջին հետ էր հարցնում, ասում էր հաղորդության հետ կապված, ասեն որ դեռ նորություն այդպես հստակ չունենք, բայց նաև այնպես չի որ քայլեր չունենք, քայլեր ունենք, այս աշխատանքային օրերը բացվի, վաղը հուսով ենք վաղը ավելի հստակ կլինի ամեն ինչ։ Ամեն դեպքում Դավիթը տենց շատ կարևոր էր իր համար, ես իմանամ մոտ առապես ժամը քանիսին են ինձ այցելելու, որպեսզի պատրաստվեմ, ասենք մարդը հասկանում է ինչ է հաղորդությունը։ Ինքը հասկանում է որ պետք է պատրաստվի, ասում եմ այ Դավիթ ջան, ախր այդ ծոմ պահելու բանի ասում են չէ որ առողջական պատճառների դեպքում դու ամենևին պարտավոր չես ծոմ պահել, ասում հա ասում են, բայց նաև ասում են եթե ի վիճակի ես պահի, ասում դե բժիշկների հետ պետք է խոսես։ Մի խոսքով մարդը իսկապես երեխան ուշք ու միտքը հետ է։ Հոգևոր կյանքով ապրող երեխեք են, Աստծո գառ երեխեք են, մեղք եք վերցնում ձեր վրա։ Մեղք եք։ Այդ մեղքը մի վերցրեք ձեր վրա։ Դավիթը հասկանում է որ սա փորձություն է եւ ուժերը հավաքել է, փորձում է ցույց տա որ տենց բայց օբյեկտիվ տվյալները ցավոք սորտի են որ ինքը ուղղակի լավ չի, առողջականը լավ չի, վաղն են հասկանանք աշխատանքային օրը բացվի թե ինչ են որոշելու բժիշկները։ Մնացածի մասով վստահ եմ գործընկերներս ավելի հստակ տեղեկություն կտան, հիշեցնեմ եւ ամեն անգամ հիշեցնելու եմ, որ այս պատմությունը մեծ սուտ է։ Առաջինը կազմակերպված լինելու մասին պնդումը ուղղակի աբսուրդային է, որովհետեւ դա չնախատեսված այց էր։ Երկրորդն էլ երեխեքը մշտապես այդտեղ են գնում, ինչ կազմակերպվածության մասին է խոսքը։ Երրորդը ինքը խնդիր չի ունեցել այդ չարաբաստիկ ազնվորության հետ։ Իր խնդիրը եղել է, ավելի շուտ իր խնդիրը չէ։ Իր հետ է խնդիր ունեցել այդ չարաբաստիկ մարդու բանը ախրանիկներից մեկը։ Եվ իր այդ ձերքի գործողությունը, անկանոն գործողությունը կամ կանոնավոր գործողությունը ինչ ուզում եք անունը դրեք, այն ինչ որ տեսել եք տեսա հետո։ Դրանով է բացառապես պայմանավորված։ Այն մեկի հետ կապ չունի։ Այն մեկի հետ ինչ գործ ունի։ Այսքանը, շնորհակալություն, հաջողություն։